Որպես հերկինես և երկրի ըստ հաց մեր անապազոր տուր մեզ այսօր և թող մեզ սպարտիս մեր որպես և մեկ թողունք մերոց պարտապանած և մի տանիրըզ մեզի փորձություն այլ փրկիազ մեզի չարե զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն ամեն ժամ քո առաջ բարին խորհել խոսել և գործել և փրկիր մեզ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից և ողորմիր քո արարածներին և մեզ մեղավորներիս ամեն։ Այսօր որոշեցի, որ միասին մտորենք Քրիստոսի հարության մասին, որովհետև գիտեք, որ զատկից հետո 50 օրեր հայ եկեղեցին գտնվում է հինանց շրջանի մեջ, որ համարվում է ուրախության շրջան և պահոց օրեր չկան այդ օրերին ու 50 օր շարունակ մեր ավետարանական ընթերցվածքը ծիսակատարությունը ամբողջը լցված է հարության ուրախությամբ և իրականում եթե մենք որպես հայ քրիստոնյա մեզ զգանք և պահենք, պետք է ամեն օր իրար ողջունելուց բարևի փոխարեն ասենք Քրիստոս հարյավի մեռելուց, սակայն մենք էլ հաճախ տկարանում ենք և մոռանում ենք ու այդ ավետիսը թողում ենք միայն կիրակի օրերին կամ էլ հարության տոնի օրը կամ հաջորդ օրը, բայց շատ գեղեցիկ ու հաճելի պիտի լինի, որ մենք այդ գոնե օգտագործենք հինանց շրջանի ընթացքում որպես ողջուն։ Առիթից օգտվելով այդպես ողջունենք իրար, Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ և մեզ մեծ ավետիս։ Իրականում խոսել հարության մասին նշանակում է խոսել հենց քրիստոնեության մասին, որովհետև հարությունն է, որ ուժ է տալիս քրիստոնեությանը, տալիս է նրան իմաստ, որովհետև եթե չլիներ հարությունը, ապա քրիստոնեական մնացած գաղափարները, սիրո գաղափարը, զոհողության գաղափարը մի տեսակ լիարժեք չէին լինի, որովհետև այդպիսի գաղափարներ մինչև Քրիստոս էլ հնչել էին մարդասիրության, զոհողության, բայց ապրված սիրո օրինակ և որ այդ ապրված սերը վերջում իրապես տալիս է մարդուն կյանք, այդպիսի օրինակ երբևէ մարդկությունը չէր տեսել։ Նույնիսկ ուրիշ հին դիցաբանությունների, եգիպտական դիցաբանության մեջ կային հարության դրվագներ, որ իրենց չաստվածները մեռնում և հարություն էին առնում, բայց սա առիթ չէր տալիս, որ այդ հարությամբ ուրիշները ևս կյանք ունենային, այլ ընդամենը մարդկանց մտածումի երևակայության արդյունքում ծնված այդ աստվածները, չաստվածները ունեին նաև առնչվում էին նաև հարության երևույթի հետ, ինչը բնական է և որովհետև այդ գաղափարը մարդկությունը միշտ ունեցել է և ավելի տրամաբանական է, որ այդ գաղափարը ունի նախահեթանոսական կամ նախաբազմաստվածյան ակունք, որը նորից եկել է մեկ Աստծո պաշտամունքից և մարդիկ հեռանալով մեկ Աստծուց նրա այն որակները, որ պետք է տային մեկ Աստծուն, սկսել են տալ իրենց ստեղծած կուռքերին, չաստվածներին, նրանց մեջ փնտրելով նույնպես մահվան հանդեպ տարած այդ հաղթանակը, որը տեսնում ենք, որ իրականում ազդեցություն չի ունեցել մարդկային պատմության վրա, մնալով որպես առասպելական պատմություններ։ Դրանով հանդերձ Քրիստոսի հարությունը լիովին տարբերում է մնացած բոլոր հարություններից։ Մենք ավետարաններում ունենք 3 դրվագ, երբ որ Քրիստոս ինքը հարություն է տալիս մահացած մարդկանց, Այրոսի աղջկա, այդ հարյուրապետի աղջկա հարությունն է, Նայինի այրու որդու հարությունը և Ղազարոսի իր բարեկամի հարությունը, բայց սա նման չէ Քրիստոսի հարությանը, որովհետև այս մարդիկ հարություն առնելուց որոշ տարիներ ապրելուց հետո նորից մեռան և դրվեցին գերեզման, օրինակ Ղազարոսի գերեզմանը մինչև հիմա ուխտատեղի է գտնվում է Կիպրոսում և փաստային է, որ այս հարություն առած մարդը նորից մահացել է։ Քրիստոսի հարությունը ոչ թե այդ մարդկանց նման վերակենդանացում էր, այսինքն նորից կյանք ստանալ, այլ լիովին այլ իրողություն է, որը փոխում է ամբողջ մարդկային պատմության ընթացքը։ Մենք Քրիստոսին անվանում ենք ննջեցյալների անդրանիկ, այսինքն առաջինը, ով ննջեցյալներից ծնվել է որպես հարություն առած մարդ, ոչ թե որպես կենդանացած, այլ հարություն առած մարդ, սա իրապես տարբերություն է դնում։ Մենք գիտենք, որ Ադամի ծնունդով սկսվեց մարդկային կյանքը երկրի վրա, այս տեսանելի երկրի վրա, այդ նույն ձևով Քրիստոսի ննջեցյալներից ծնունդ ունենալով, այսինքն հարություն առնելով, սկսվում է մարդկային կյանքը արդեն հավիտենության մեջ։
Այս առումով Քրիստոսի հարությունը ինքը հավիտենական իրողություն է։ Եվ մենք, երբ որ նկարագրում ենք հարության Քրիստոսին, ավետարաններից քաղված այդ տեղեկություններով, նրա մարմինը նման չէր մեր մարմնին, ինչ որտեղ նման էր, բայց նաև նման չէր, տարածության եւ սահման չէր ճանաչում, կարող էր պատի միջով անցնել, բայց միևնույն ժամանակ նաև շոշափելի մարմին էր։ Այս առումով տարբերվում էր կենդանություն ստացած սովորական մարմնից։ Եվ որպես հեռանկար այս հարությունը սպասում է յուրաքանչյուր քրիստոնյայի, բայց երկրորդ դատաստանից հետո։ Դրա համար է, որ Քրիստոսի հարությունը միշտ եղել է քրիստոնեության ներշնչման աղբյուրը, որովհետև մարդը միշտ ունեցել է այդ մահվան հետ իր ներքին պայքարը, անհաշտությունը, անգամ ընդվզել է Աստծո դեմ, մտածելով, որ մահով կյանքը վերջանում է։ Իսկ քրիստոնեությունը հենց գալիս է ասելու, որ մահով ոչ թե կյանքը վերջանում է, այլ սկիզբ է դրվում մեկ այլ իրականության, հավիտենական իրականության։ Այս առումով Քրիստոսի հարությունը իրապես մեզ համար հանգուցային կետ է, որի շուրջ պտտում է մեր ամբողջ հավատքը, մեր ամբողջ առօրյա կյանքը, որովհետև մեր քրիստոնեական կյանքը, բարոյական ապրումը կամ քայլերը վերջնակետ որպես ունեն Քրիստոսի հարությունը։ Այսինքն, եթե մենք գործնականում չունենանք հավատ հավիտենական կյանքի Քրիստոսի հարության հանդեպ, ապա մեր քայլերը բարոյական առումով շատ խոցելի կլինեին։ Մենք իրականում չենք ունենա հիմք, թե ինչու պետք է մենք ապրենք ճիշտ, ինչու պետք է ապրենք աստվածահաճո, եթե այդ նույն աստվածահաճո կյանքից հետո պետք է ոչնչանանք։ Եվ չկա որևէ ավելի հիմնավոր հիմք, որի վրա մենք պետք է հիմնենք մեր բարոյական քայլերը, մարդկանց հետ մեր հարաբերությունները, Աստծո հետ հարաբերությունները, եթե վերջում մեկը պետք է ոչնչանանք եւ ոչ մի հատուցում կամ շարունակականություն չպիտի լինի ընդամենը 100 տարի ոչնչանալուց հետո։ Այս առումով ամենաուժեղ հիմքը մեր քրիստոնեական բարոյականության հենց հարության գաղափարն է, որ մենք միշտ հիշենք, որ երբ որ մենք մեղքի մեջ հիշենք, որ վաղ թե ուշ պետք է պատասխան տանք, երբ որ ընկնում ենք արդեն հուսահատության մեջ, անհուսության մեջ, հիշենք, որ ամեն ինչ միայն այս կյանքով չի վերջանում։ Եվ իրապես Քրիստոսի հարության հավատացող մարդը միշտ կարողանում է ելք գտնել։ Երբ որ Հիսուս Քրիստոս հարություն առավ, Պողոս առաքյալը այս երևույթը համարում է մեր հավատքի հիմքը եւ ասում է, որ եթե Քրիստոս հարություն չի առել, ապա զուր է ձեր հավատքը, զուր է մեր քարոզությունը եւ ունայն է մեր ամբողջ այս ջանքը։ Այսինքն իրենց ամբողջ այդ քարոզությունը նույնպես հիմնված էր հարության գաղափարի վրա։ Մենք գիտենք, որ Քրիստոսի խաչելության ժամանակ առաքյալները հիմնականում բացի Հովհաննեսից նրան լքեցին եւ փախան, որովհետեւ մի տեսակ իրականություն դարձած չտեսան իրենց այն երազանքները, որ կապում էին Քրիստոսի հետ։ Բայց երբ որ նրանք տեսան հարության Քրիստոսին արդեն փակ դռների ետևից, երբ որ եկավ եւ երևաց նրան, շոշափեցին նրան եւ տեսան հարության Քրիստոսին, նրանց մեջ տեղի ունեցավ այդ անձնային հիմնարար փոփոխությունը, որ հետո իրենք Քրիստոսին հարության հռչակելու համար միջև մահ գնացին։ Եվ առաքյալները, բացի Հովհաննես առաքյալից, էլի բոլորը ունեցան նահատակությամբ ավարտեցին իրենց կյանքը, որովհետև միջև վերջ վկայում էին, որ իրապես Քրիստոս հարություն է առել։ Չնայած որ հրեաները իրենց մեղադրում էին, ասելով, որ իր աշակերտները գողացան եւ թաքցրեցին, ասելով, որ հարություն է առել, բայց տրամաբանորեն եւ փաստացի անհնար է, որ մարդիկ հնարային մի սուտ մտածեին մի վարդապետի մասին, որին իրենց մտածելով այդքան խորը ինչ-որ թեզեր հնարելով նրան հարություն տային եւ ամբողջ իրենց կյանքը նվիրեին այդ սուտը տարածելուն, դրա համար նույնիսկ նահատակվեին։ Եվ եթե սա լիներ սուտ, ապա կգոյատևեր մաքսիմում 100 կամ 200 տարի, ինչպես որ տեղի է ունենում բոլոր այդ ինքնածին աղանդերի հետ։ Քրիստոսի ժամանակ էլ կային մարդիկ, որ իրենց գալիս էին, ասում էին, որ ես Մեսիան եմ, սակայն իրենց հետևորդների հետ մի քանի 100 տարի կամ տևում էին կամ չէին տևում, ինչպես օրինակ հեսենական այդ կրոնական խումբներ կամ
Բուդան, որ պատկանում էր նախանձահույզ այդ մարդկանց, բոլորը սպասում էին փրկչին, բայց այդ փրկիչները երկար չէին կարողանում գոյատևել պատմության ընթացքին։ Իսկ Քրիստոսի հարությունը այնքան մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վրա, իր հետևորդների վրա, որ գրեթե 2000 տարի շարունակում է այդ վկայությունը հնչել եւ հիմա էլ գոյություն ունեն տարածքներ, որտեղ քրիստոնյա վկայողները նահատակվում են շուրանալով Քրիստոսի հարությունը, այսինքն այդ զորությունը միայն առաքյալներին չի, որ ներշնչել է, մեզ էլ է իրապես հավատք ներշնչում հավիտենության հանդեպ։ Ես ինքս իմ այս ծառայության, բանակում ծառայության փորձառության ժամանակ տեսնում էի, թե ինչպես է զինվորի մոտ փոփոխություն տեղի ունենում, երբ որ ինքը գնում է պատերազմի հարության հավատքով կամ երբ որ հարության հավատք չունի։ Հարության հավատք չունեցողը ամեն կերպ ուզում է իր կյանքը փրկել, որովհետև իր պատկերացմամբ կյանքը միայն այս կարճ երկրային կյանքն է եւ պետք է ամեն ձև պահել այն։ Իսկ հարության հավատք ունեցողը մտածում է միայն իր ընկերոջը օգնելու, իհարկե չի գնում, որ ինքը անպայման մեռնի, բայց ինքը մտածում է ավելի շատ այդ սիրո դրսևորումները իրականացնելու, ընկերոջ կողքին լինելու, դիրք չթողնելու մասին, որովհետև իր ենթագիտակցության սրտի խորքում ինքը գիտի, որ մահով կյանքը չի վերջանա։ Ու հարության գաղափարի այդ տեսանելի կիրառությունը ես իմ կյանքում զգացել եմ առավելևս, որ որպես քրիստոնյա միշտ դրանով ենք մենք բոլոր դժվարությունները փորձում հաղթահարել։ Երբ որ մեր իրականությանն ենք նայում եւ փորձում ենք մարդկանց հարցնել, թե ինչի են հավատում հարությանը, մեծ մասը պատասխանում են, որ այո, հավատում են, որ գոյություն ունի հարություն, բայց մի տեսակ շատ քիչ են մարդիկ, ովքեր պատկերացում ունեն իրական հարության մասին։ Իսկ իրական հարությունը մեր հավատամքով եւ մեր քրիստոնեական ընկալմամբ ենթադրում է մարմնով հարություն։ Այսինքն մենք պետք է ստանանք մեր նույն մարմինը, իհարկե, այսպես ասած, վերանդորոգված, վերակազմված, պայծառակերպված, ինչպես որ Քրիստոսի մարմինն է, առանց ցավերի եւ առանց հիվանդությունների։ Եվ այդ մարմնով պետք է արդեն վայելենք Աստծո ներկայությունը, դրախտային կյանքը։ Եվ այս առումով, երբ որ ասում ենք հոգին եւ մարմինը ինչ որտեղ անբաժան են, մենք պետք է հիշենք, որ մեր այս մարմինները պետք է մաս կազմեն հավիտենության, ու մեր մարմինը որպես Աստծո տաճար դիտարկելը արդեն իսկ սկիզբն է դնում այդ գաղափարի, որ մենք ունենալու ենք նաեւ հավիտենական կյանք, մարմնավոր հավիտենական կյանք։ Ընդհանուր այս մտածումներն են, եթե հարցեր կան կարող եք ասել, իսկ եթե ես էլ ուրիշ բաներ հիշեմ, որ մտքումս ունեի, էլի կկիսեմ ձեր հետ։ Մենք փակուղում ու հուսահատությունից բացի այլ բան չի մնում։ Լսել եք, չէ՞, ուրիշ գրողներում կա, ասենք, ռեինկարնացիայի գաղափար, որ վերամարմնավորում են ասում, երբեմն սխալմամբ հարության գաղափարը փորձում են տեղավորել նույնիսկ քրիստոնյա իրականության մեջ, շատ տեղեր փորձում են տեղավորել այդ վերամարմնավորման գաղափարի մեջ, բայց հարությունը վերամարմնավորում չէ։ Մենք ուրիշ մարմին չենք ստանում, բացի դրանից այդ ուսմունքների մեջ վերամարմնավորումը հանդես է գալիս ավելի շատ որպես պատիժ, փորձություն, որով մարդը պետք է անցնի ու ինչ որ մի վիճակի նիրվանայի հասնի, բայց մեր իրականության մեջ հարությունը արդյունքն է մեր այս ժամանակավոր կյանքի, մեր ապրած կյանքի, որպես արդյունք մենք արդեն ինչ իրավիճակում պիտի լինենք հարության կյանքում կախված է այս կյանքից։ Այսինքն հարությունը ենթադրում է նաև մեզանից գործողություններ, թե մենք ինչ ձևով պիտի պատրաստենք, որպեսզի հարության ժամանակ մեր, այսպես ասած, արժանի տեղը գտնենք, ոչ թե դատապարտվենք դժոխքի համար, որովհետև ասում է, որ բոլորն են հարություն առնելու եւ մի մասը դատաստանի համար, մի մասը հավիտենական կյանքի համար։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ միջևետ են ննջել, իրենք էլ պետքա կենթանանան, իսկ նրանք, ովքեր մահ չեն տեսել, օրինակ Ենովքը, Եղիան, իրանց համար էլ եկեղեցու հայրերը ասում են, որ իրենք էլ դեռևս չեն գտնում են հարության իրականության մեջ, Քրիստոսի նման հարության մարմին չունեն, ու իրանք էլ պետքա վերստանան այդ նույն մարմինը։ Մտածենք, ուզում է ինչ էլ լինի, ուզում մոխի դարած լինի, թե հող դարձած լինի,
ինքը հոգին գնում է Աստծո մոտ եւ Աստծո համար անհնար չի նորից նոր այսպես ասած նոր արարչության մի փոքրիկ հատված անել։ Այդ հարցը առնչվում է նաեւ այն երկրներից, ովքեր որ օրինակ դիակները վառում են, հողի մեջ չեն դնում։ Մեր ազգային քրիստոնեական հիմնավորում ունեցող ընկալման համաձայն մենք դնում ենք հողի մեջ, որովհետեւ Սուրբ Գրքում գրված է, որ մարդը ստեղծված է հողից եւ նորից դնում ենք հողի մեջ։ Ու իր մարմինն էլ բաղկացած է այն բոլոր տարրերից, որոնք հողի մեջ կան։ Ոնց որ ասած ամեն սկիզբ վերադառնում է իրեն, այսինքն հողից ստեղծվածը գնում է դեպի հողը, հոգին գնում է Աստծո մոտ, ումից որ ստեղծվել է։ Ես սպասում այդ վերամիացմանը։ Բայց այն երկրներում, որտեղ որ գոյություն ունի դիակիզում, դա անհնար չի դարձնում, որ Աստված նորից մոխիրներից մարդուն վերակերտի, եթե ինքը ապրել է հարության հավատքով։ Կամ առհասարակ ինչ հավատքով էլ ապրել է, մեզ Սուրբ Գիրքը ասում է, որ բոլորը պետք է հարություն առնեն, ու դա չի խանգարում այդ բանին, այսինքն մեր ընկալումը, մեր սովորույթը, որ ճիշտը հողի մեջ դնելն է, դա չի խանգարում նրան, որ Աստված մոխիրներից կամ չգիտեմ, ջրի մեջ մնացած մարդկանց էլ կարող է հարություն տալ։ Միանշանակ ու այդպիսի հատվածներ կա, ուղղակի ես կոնկրետ չեմ կարող հիշեմ նշեմ, բայց ես այդպիսի հատվածներ հանդիպել եմ Աստվածաշնչում, որ հենց մոխիրներից պետք է կենդանություն տա։ Իսկ այդ մարդիկ, որոնք չեն հələ հասցրել մահանան ու տեսել են Աստծո երկրորդ գալը, երբ պետք է մահանան։ Իրանց ասում է, որ իրանք էլ պետք է մեռնեն, նորից հարություն առնեն։ Տեսնեն հետո մեռնեն։ Չէ, չեն, իրանք մեռնում են, նորից հարություն են առնում։ Չէ, Քրիստոսի գալը մարդիկ կան չէ, որ պետք է ապրում են։ Այսինքն որ իրանք լինեն գալուստի ժամանակ, իրանց համար հայտնության գիրքն էլ ասում, որ պետք է մահանան նորից հարություն առնեն։ Բոլորը պետք է մեռնեն։ Այդ բանի մեջով անցնել էլի։ Պաստորեն իրանք կտեսնեն Հիսուսին, հետո կարող է մեռնեն։ Դե չգիտեմ ես այդքան բաղճանաբանական մանրամասներ չգիտեմ կտեսնեն թե չէ, բայց բոլորը պետք է ոնց որ ասած այդ բանով անցնեն, այդ էտապը անցնեն։ Այդտեղ ինչ հարց կար։ Եթե զինվորը մակրտված չի եղել, զոհվել է։ Մենք հավատում ենք այն կերպով, եթե ինքը գիտակցաբար գնում է զոհողության, Իրանը համարվում է արյան մկրտություն։ Մեր զինված ուժերի հոգևոր առողջությունը եւ թեմերը այդ պատերազմի ժամանակ զոհվածներին, ովքեր մկրտված չէին, իրենց այցելում էին հոգևորականներ ու կարգը կատարում էին ամբողջական կերպով։ Բայց մենք չենք կարող էլի վերջնական 100% ասել այս կամ այն մարդը ինչ հարաբերություն ունի Աստծո հետ։ Այդ կանոնական ուժ ունի, որ արյան մկրտությունը համարվում է։ Այո։ Իսկ մահացած մարդիկ մեզ տեսնում են։ Ես կարծում եմ այո։ Ուղղակի ինձ թվում է սովորական մարդը, որ մահանում գնում է ինչ-որ այդ սպասավայրեր, այսինքն ինքը լիարժեք դրախտում չի, ուղղակի բարիք գործած մարդը համեմատաբար լավ տեղ է լինում, հոգին ավելի լավ է լինում, բայց ինձ թվում է իրանք էլ չունեն այնքան կարողություն, որ կարողանան ամբողջը տեսնել կամ ամբողջը զգալ, ու երբեմն Աստված իրանց թույլ է տալիս, որ կապի մեջ մտնեն կամ տեսնեն այստեղ կատարվողները, եւ այդպիսի կարողություն ավելի շատ ունեն այն մարդիկ, ովքեր սրբակենցաղ են եղել ու արժանացել են վիճակի, որ իրանք ունեն մեզ համար բարեխոսելու բան հնարավորություն կամ առաքելություն, այդպիսի մարդիկ ավելի հեշտ ու շատ են տեսնում այստեղ կատարվողները, քան սովորական մարդը։ Դրա համար է, որ մենք սրբերի բարեխոսություն ենք խնդրում, հավատալով, որ ինքը լսում է մեզ։ Ինքը այդ բանը ունի։ Իր համար ավելի է բացված։ Այսպիսի մի հատ համեմատություն կա, չէ՞, որ օրինակ մենք ասում ենք, որ մեր ուղեղի շատ փոքր մասն է աշխատում, եթե ամբողջը աշխատեր, մենք տարածություն այլ ընկալում կունենայինք, ավելի մեծ հզորություն կունենայինք, բայց այս վիճակով եթե այդ դա լիներ, մեզ վնաս կտար ու մենք ի վիճակի չենք լինի այդ հզորությանը դիմանալ։ Ու նույնիսկ համեմատում են մահից հետո կամ հարությունից հետո մարդու այդ կարողությունների բացվել է իր ուղեղի ամբողջական աշխատանքի հետ, երբ որ ինքը կստանա իր ամբողջ զորությունը։ Ու արդեն կարա տարածության մեջ էլ շարժվի, ձայններ լսի տարածության մեջ ու դառնա այսպես ասած հրեշտակի նման, որ ինքը ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Երբ որ մարմինը արդեն ուղեղի սահմանափակվածությունից դուրս է գալիս հոգին, ինքը ես հավատում եմ, որ ուղեղը աշխատում է հոգու միջամտությամբ, բայց հոգին մարմնում գտնվելով ինքը սահմանափակ է։
երբ որ ուղեղից դուրս է գալիս, արդեն ինքը դառնում է անսահման ու ավելի է իր կարողությունները շատանում։ Իսկ լիարժեք, որ Պողոս Առաքյալը ասում այժմ տեսնում ենք աղոտ պատկերը ինչպես հայելու մեջ, այսինքն լիարժեք չի մեր իմացածը, բայց երբ որ ժամանակը գա, այսինքն հարությունը լինի, կճանաչենք ինչպես նա գիտի մեզ, այսինքն ինչ որտեղ մենք դառնում ենք Աստծո նման իմացություն ունեցող։ Այդ առումով եւ տեսողությունը եւ տարածքը բացվելու է մեր համար։ Ինչքան մեծ արժեք ունի մարդը, ու ինքը չգիտի։ Այո, դա ասում է հեշտակներից նույնիսկ վեր է, եթե ինքը իր տեղում է։ Այո։ Հեշտակներից բարձր դասը։ Աստվածամայրը հիմա տեղը, չէ՞, հեշտակներից բարձր։ Այդ էլ պետք է հաշվի առնել, որ մենք հարություն ենք առնելու, այդ որ ասում ենք մեր ռենկարնացիա չի, այլ մեր ինչ անձ որ եղել ենք, մեր անձնական բոլոր որակները պահելով ենք հարություն առնելու։ Այլ կրոնների մեջ մարդը կորցնում է իր հիշողությունը, ինքը դառնում է նոր ինչ որ արարած, տարբեր կենդանիների մեջ է մտնում, այսինքն ինքը որպես անհատ, որպես անձ ոչնչանում է, որը հենց իրականում խոցելի է դարձնում այդ բոլոր կրոններին։ Ես ինքս իմ այդ ուսանողության շրջանում այդպես մտածելով ու գրքեր դրա մասին կարդալով հասկացել եմ, որ եթե մարդու հիշողությունը ջնջվում է, էլ իմաստ չունի տվյալ կրոնը, ինքը արդեն իսկ խոցելի է։ Այսինքն դու ապրում ես, արարում ես, գործում ես, քայլեր ես անում, Աստծո հետ հարաբերություն ես կառուցում, մեկ էլ մահից հետո ամեն ինչ ջնջվում է։ Ոչ մի արժեք չունի քո արածը, բայց հարության պարագային ենթադրվում է, որ մարդը իր անձնական ամբողջ անհատականությունը պահելու է։ Մնալու է որպես անհատ։ Հետևաբար, եթե ինքը մնում է անհատ, նշանակում է ճանաչել է մյուս անհատին, որը իր բարեկամն է։ Հիշողությունն էլ պահվում է։ Այո։ Բայց ընձեռել է ծնող զավը քույր եղբայրի։ Այդտենց մանրամասներ մենք լրիվ չգիտենք ինչ ալնելու, բայց որոշակի տեղեկություններ Քրիստոսի խոսածից բանից հասկանում ենք, որ իրան ասում են հարության ժամանակ ամուսնություն պահաչելն, որ ասում է 7 եղբայրներ կային, բոլորը ամուսնացան այդ կնոջ հետ, վերջում էլ կինը մահացավ, ում կինն է լինելու, ասում է, որ հարության ժամանակ ստեղի նման չի լինում, կին չեն առնում, այսինքն հրեշտակների նման են ինչ որ առումով լինում, չունեն այդ ֆիզիկական մարմնական պահանջները եւ տիրում է միայն սիրո մթնոլորտ, որ դու զգում ես քո հարազատ ով է, քո մայրը ով է, քո կինը ով է, այդ ամեն ինչը պահպանվում է, բայց այն ստեղի ֆիզիկական մարմնական կապող միջոցները չկա այլևս։ Մի տեսակ տենց լիարժեք մենք ինչքան ուզենք չենք կարող բացատրել թե ինչ է լինում։ Մեր սահմանափակ ուղեղով մենք ընդհանրապես ասում ենք, որ զգալու ենք Աստծո ներկայությունը, լինելու է կատարյալ սեր, ու այդ ամեն ինչը արդեն իսկ մեր ուղեղը հանգստացնում է, որ այնտեղ լինելու է իրապես բան, այսպես ասած, կատարյալ մթնոլորտ։ Այդքան էլ արդեն էական չի դառնում մենք այնտեղ ինչ վիճակում ենք լինելու, ինչքանով աստեղին նման լինելու, բայց որպես անձ, որպես անհատ լինելու ենք մարմնավոր էակներ, որ տարբերվելու է հրեշտակային վիճակից։ Դժուժի մեջ բերում են այստեղ, խնդրում են ուղղակավորել ու անգամ քահանան սկզբում չէին գնում, բայց հիմա այդ խնդիրն էլ մի տեսակ արդեն ժամանակի ընթացքում վերացել ու այդպիսի մարդկանց համար էլ գնում հոգեհանգիստ են, որ ուղղակավորում են, իհարկե ոչ ամբողջական կարգը, այլ աղոթքը բոլորի հոգիների համար էլ արվում է, նույնիսկ ինքնասպան եղող մարդու համար էլ աղոթքը արվում է։ Մերը զուտ, այսպես ասած, մտածելակերպի ընկալման հարց է, որ մենք միշտ այդպես ենք տեսել ենք, որ պետք է հող դրվի ու բնական տարբերակն է, նախաստեց վիճակից եկող տարբերակն է, որ պետք է հողում դրվի, դրա համար չենք ընդունում, բայց չընդունելով հանդերձ բան չենք անում, էլի, դա չենք արձանագրում որպես մահացու մեղք մնացած գործողների կողմից։ Դիակեզում ընկալումն է, դիակեզում։ Ոնց որ հայ հոգևորականը թրաշապահում հիմնականում կաթոլիկը չի պահում։ Իրենց ընկալումն է, որ ինքը իր բացատրություն ունի, մենք մեր բացատրություն ունենք։ Բայց մոխի դարձնելը ամեն դեպքում չի սահմանափակում Աստծուն հարություն տալու։ Մյուս կողմից համոզված եմ, որ այն ինչ որ մի առումով նա ավելի հաճելի է Աստծուն այդ հող դրվելը, որովհետև հրամանը այդպես է, չէ՞ Աստծո, հողերի նորից հող պիտի դառնաս։ Անհանգստություններն է, որ եթե վառում ենք, իհարկե կարող է չկարողան Աստծո հարություն։ Այդ անհանգստությունը պիտի չունենաս։ Դա անիմաստ է, դառնում ես Աստծուն թերագնահատած ու փոքրացրած։ Եթե Աստված մենք չունենք։ Միանշան։
Տեղավորվում է քրիստոնեական սիրո սահմանների մեջ, այո։ Ինչը որ ամենակարևորն է։ Նայած ինչն է սիրում, եթե կապված է անձանց հետ, այսինքն մարդկանց հետ, ու այդ սերը տեղավորվում է քրիստոնեական սիրո մեջ, դե դա արդեն դժոխքում ես, էլի գնում, հա։ Տրամաբանորեն կարող է տես լինի, բայց օրինակ որ շատ սիրես տուն, մեքենա, փող, դա չի ենթադրվում, որ գեղարվեստական պատմվածքների մեջ էլ է, չէ՞, նկարագրում, որ դժոխքում ով ինչ շատ սիրում է, դրանից էլ տանջվում է։ Ծխող մարդը օրինակ ընկած է մի հատ ինչ-որ բանի մեջ, անընդհատ իրան ծուխ են տալիս, ծխումա չի բավարարվում ու տենց։ Անկուշտ մարդը անընդհատ ուտումա չի կշտանում։ Այդ համեմատական, որ ինքը ինչ մեղքի մեջ եղել է, դրանով է տանջվում, էլի։ Դրա մեջ տենց գեղեցիկ գեղարվեստորեն նկարագրում։ Բայց դա մենք չենք ասում, էլի, որ այդ իմանը եկեղեցու վարդապետությունը չի բացառվում, որ կարա տենց լինի։ Հա, ինչ մարդը սիրում է, դրա համար մարդուն ասում ենք, որ սիրի հավիտենական բաները, Աստծուն սիրի, հարազատներից սիրի, որ միշտ դրանց հետ լինես։ Ու խոստովանել ես, անվերջ հետո հիշելը, տանջվելը։ Սխալը։ Սխալը, հա։ Այսինքն, եթե դու չես զգում, որ ազատվել ես այդ մեղքից, պետք է նորից հիշես խոստովանես, բայց եթե զգում ես, որ ազատվել ես ու նամանավանդ քահանայի կողմից քեզ թողություն է տրվել, ու ինքը քեզ չի խանգարում, դու այդ մեղքի հիմա չես գործում, անընդհատ հիշելը տանում է հուսահատության։ Նարեկացին այդպիսի աղոթք ունի, որ սկսում է հենց այդ բանով, որ ասում է ծայրահեղ հուսահատությունը եւ ծայրահեղ ամուսնությունը, երկուսն էլ մեղք է։ Կյանքի խոսք, որ իրանց համարում են բողոքական, բայց իրանց կողմից համարում են էլի աղանդ։ Հենց որ եթե լյութերական եկեղեցի ալնում նորմալ է, հա։ Հայկական չկա, հա, բայց տարածքում։ Կա, ոչ չկա, հա, դեր վագրիչ։ Վագրիչ, հա, հիմա մայրաթորում է։ Այսօր եկել է մայրաթորում։ Ստեղ, հա։ Վանան Սարգսակն է։ Դե հանդիպեցի ես իրան հաճելում։ Հա։ Ադամն էլ ուներ դեր։ Բանը, որ մարդու ստեղծում է, ինչ է ասում Աստված, ասում է աճեցեք եւ բազմացեք։ Այդ աճեցեքը չի վերաբերում, որ սերունդ ունեցեք։ Աճեցեք նշանակում է դուք մեծացեք, հասունացեք, հետո նոր բազմացեք։ Որը հիմա էլ է մեզ իրականում պետք, երբ որ նոր ընտանիք է կազմում, ինքը պետք է աճի գաղափարապես, մինչև իրար միանալ, ամուսնանալ, իրենք պետք է այդ աճը ունենան, դառնան հասուն մարդ, նոր բազմանան, սերունդ տան, ոչ թե զուտ ամուսնանան, երեխա ունենան։ Այսինքն այդ աճեցեքը վերաբերում է դրախտի Ադամին եւ Եվային, դեռևս մեղք գործելն է եղել այդ հրամանը Աստծո, որ իրանք էլ պետք է ինչ-որ ճանապարհ անցնեին, աշխատանք ունենային, խնամեին այդ այգին, նաեւ իրենց կյանքը ճիշտ պահեին, հենց պատվիրանը պահեին, գործելու տեղ ունեին, իրանք կատարյալ չէին այն իմաստով, ոնց որ Քրիստոս։ Մեր համեմատ կատարյալ էին, որտեղ մեղքը չէին ճաշակել դեռ, բայց իրենք աճելու տեղ ունեին։ Նշանակում է ուղեղն էլ 1000% չի աշխատի։ Ոչ մի տեղ չկա, չէ, նշված Ադամ ու Եվան ինչքան են եղել դրախտում։ Հա, չկա տես նշված։ Չկա։ Չկա, չէ։ Չէ։ Տարիներ, տարեր։ Դե տրամաբանորեն, որ ըստ Աստվածաշնչի դեռևս երեխաներ չէին ունեցել, էլի, դրախտում երեխա չէին ունեցել։ Երիտասարդ տարիքում թողել եկել են, բոլոր երեխաները ծնվել են դրախտից դուրս։ Այսինքն շատ չեն մնացել այդքան։ Ոնց կլինի մենակ այն վստահությունը, որ Աստված իրեն հավատացողներին ամոթով չի թողնելու, մենակ չի թողնելու, տանելու է իր մոտ, այդ արդեն ամեն ինչ եւ մահնադարձնում ոչ սարսափելի եւ այդ վիճակը հենց որ երբ որ մարդը սկսում է ներկայում արդեն ապրել Քրիստոսի հետ, Քրիստոսի ներկայությամբ, իր համար այդ մնացած վաղճանաբանական հարցերը էական չեն։ Հիմա շատ ուղղություններ, հատկապես ավետարանական աղանները, հիմնականում իրենց հավատացյալներին սկսում են գրավել հայտնության գրքից, հայտնության գրքով են փորձում բերել իրենց խմբի մեջ, վաղճանաբանական վախեր ներշնչելով, վանանելով, այդպես խոսքով Աստծու մոտ փորձում են բերել վախեցնելով։ Բայց ինքը ճիշտ տարբերակ չէ, մենք Աստծու մոտ չպետք է գնանք վախենալով, այլ սիրելով որպես հայր, որպես խնամող ծնող, իհարկե պետք է վախ ունենանք
սխալվելու նրան նեղացնելու, բայց այդ տեսարանները անընդհատ հայտնության գրքից եկած այդ դատաստանի տեսարանները դրանք հիմք դարձնել մարդու քրիստոնեական կյանքի ինքը շատ բան է, վտանգավոր է, որտեղ ինքը միշտ գտնում է վախի մթնոլորտի մեջ, դժվարությամբ անցնում այդ սիրո աստիճանին։ Այդ բանը փակ դրբանը, որ այս կյանքում է Քրիստոսով մեզ համար փակ լուրջ կամ դա այլաբանական մեկնություն է, կարաս դու տենց ընկալես, նայած ինչ դուռ է քո առջև կամ ինչն ես համարում փակ դուռ, որպես այդպեսին այո չկան խոչընդոտներ, որ մեզ պետքա բանը բաժանեն Աստծո սիրուց կամ մեր հավատքը ապրելուց կամ այնպիսի դժվարություն, որ մենք հուսահատվենք ու նեղանանք Աստծուց։ Այդ առումով փակ դռներ չկա, բայց այստեղ ուղղակի նկարվում է տեսանելի իրադարձություն, որ ինքը դռները առանց բացել անցել է։ Այդ մարմնի բանն է, նյութեղեն եւ ոչ նյութեղեն եթերային լինելու հասն է արձանագրում, որ ինքը վարքյանական տեղափոխվում է։ Ոսկորներ միզ ունենալով դռան մեջով անցնում է։ Հա։ Իսկ այդ սպասասրահի աղոթքի այդ մարդկանց համար իրենց վիճակի մասին ինչ կասեք։ Ինչ է իրենց ներկայացնում այդ։ Այդտենց Սուրբ Գիրքին իրականում շատ բաներ չի տալիս, ավելի շատ մարգարեությունների հիման վրա, Դանիելի մարգարեության վրա, մեր հայրերի մեկնությունների վրա որոշակի այդպես մակերեսային տեղեկություններ ենք մենք ունենում, որ ինքը ենթադրում է ինչ որ մի վիճակ, որտեղ մարդիկ ոչ ամբողջական, բայց վայելում են Աստծո ներկայությունը, հեռվից զգում են, որ Աստված իրենց հետ է, հրեշտակների ներկայությունն են երբեմն զգում ու խաղաղություն երանելի վիճակ է։ Բայց այն ամբողջականը չի, որ պետք է մարդը արդեն լրիվ արդեն հավիտենական կյանքի մեջ լինի։ Նույնն էլ երևի դժոխքի, որ կիսատ է, ինքը ամբողջական այդ բանը տանջանք չի, որ պետք է մարդը կրի։ Ես իրականում տենց սեր ու ձգտում էլ չեմ ունեցել երբեք շատ խորանալու, թե ինչ վիճակում է լինում ընդեղ կամ ոնց է լինում, որովհետև դա բան չի անում, էլ այնքան էական նշանակություն չունի։ Բայց եթե իմանաս մի բան կարաս անես ընդերի մարդուն օգնելու համար, ընդերի մարդուն օգնելու համար մենք էլի այդ վկայությունների բանի հիման վրա ենք, ասենք կլինիկական մահ տարած մարդկանց պատմածներից ենք որոշ տեղեկություններ քաղում, որ մեր աղոթքը իրանց շոշափելի օգնում է։ Մի հատ այդպիսի գիրք կա Մարիա, չեմ իմանում, չէ, իմ հետ մահու ճամփորդությունը ոչ, Յուլիա Վազնիսենսկայա։ Այդ գրքի մեջ տենց պատմում է, որ ինքը մահանում է կլինիկական մահատանում, ու այնտեղ իր քահանա պապիկի բարեխոսության շնորհիվ է ինքը, որ դժոխք չի գնում, ու տենց գնում է տարբեր տեղերով շրջում է բանանում, որոշ մարդկանց տեսնում է, որ հացեր են տրվում, ու ինքը հարցում է, ինչ հացեր է, ասում է, այնտեղ կատարված հոգեհանգստի աղոթքներն է, որ մեզ այստեղ բան է, դրա դիմաց մեզ հաց են տալիս, ու մենք Այսինքն ստեղ իր հարազատները երբ որ հոգի հանգիստ են անում, այնտեղ իրանք հաց են։ Տեսանելի է, պատկերավոր այդպես ասած, այո, իրանք վիճակը բարելավում է։ Ու հոգի հանգիստը ինքը արվում է ոչ թե մարտնչող մեղավորի համար, որ իրան փրկի, դա արդեն Աստծո որոշելիքն է, այլ հոգի հանգիստը արվում է մարդկանց համար, ովքեր որ Քրիստոսին հավատալով են ննջել, աղոթքի մեջ էլ է տենց ասում։ Եւ ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել այստեղ sense համեմատաբար մաքրված վիճակում գնալ կամ չեն հասցրել ապաշխարեն լիարժեք այդ շրջանը հասնել, այլ հանգամանքի բերումով ինչ-ինչ մեղքեր ոչ մահացու Սուրբ Հոգու դեմ հայրություն համարվող դրանց համար է արվում, որ իրենց վիճակը թեթևանա։ Հեչեև եթե մարդը ինքը մարտնչող հակաաստվածահու Սուրբ Հոգու դեմ հայրելով ամեռնում, մենք երբեք չենք ասում, որ եկեք այստեղ աղոթենք իրենց փրկենք։ Մել առակը իրական նմանվում է հա այդ բանի, որ վատ կյանք ապրածը գնում է վատ տեղ, Աբրահամի գողնել իրանք որ ասում են մարդը մահանում, ասում են միանում է իրենց հայրերին, գնաց Իսահակը միացավ Աբրահամին, իրենց մահվան պատմությունները տենց է ասում, ընդհանուր առմամբ իրենց ազգի համար այդ բաժինը երկնքում գտնվում է Աբրահամի մոտ, դրա համար ասում գնաց Աբրահամի գողը, բայց այդտեղ էլ ինքը չի ենթադրում, որ լիարժեք բանն է, այն նույնիսկ ավազակին, որ Քրիստոս ասում է այսօր իսկ իմ հետ դրախտում կլինես, ինքը էլի նկատի ունի այդ վիճակը, որտեղ որ
աստվածային ներկայության զգացում կա, բայց ոչ լիարժեք այն վիճակը, որտեղ ասենք Աստվածամայրն է կամ Քրիստոսը գտնվում։ Այդ կրնիտական մահը դիմը, ես կարող եմ ասենք ենթադրության, որ գալիս են այս աշխարհի, այսինքն ինչ-որ բան են դրանելու, որ Հիմնականում այդպես է լինում, այո։ Ու իրականում մեծ մասը գալիս են ու դառնում են ճշմարիտ քրիստոնյա, մի մասն էլ գայթակղվում են, իրենց մարգարեի տեղ են դնում, ավելի ուրիշ բաներ են սկսում անել, սխալ-մխալ։ Բայց փաստը այն է, որ իրանք իրապես հոգին դուրս է գալիս ու հետ է գալիս, էլ ինքը հոգեբանական երևույթ չի, ոչ էլ ուղեղի պատրանք է։ Իրաճա, որ դուք ասեցիք այս կաթոլիկի Հա։ տարբերությունը Կաթոլիկները ուրեմն մեզ մեղադրում են, որ մենք Հիսուսի մեջ ընդունում ենք մեկ բնություն, միայն աստվածային բնություն, մորուքի պահը։ Այդ էլ ասեք։ Բայց խնդիրը բառախաղերի մեջ է։ Մենք ասում ենք, որ մենք ոչ թե միաբնակ ենք, այսինքն մեկ բնություն, այլ միութենաբնակ։ Մենք Քրիստոսի մեջ ընդունում ենք աստվածային եւ մարդկային անխառն միությունը։ Իրանք էլ են նույնը ընդունում, բայց իրանք ընդ որ Թեոդորոս Տարսոնացու ձևակերպամբ բաժանում էին արել մի ժամանակ, որ երբ որ աստվածայինը գործում է, մարդկայինը բան է մնում, հանգիստ է մնում, երբ որ մարդկայինն է գործում, աստվածայինն է հանգիստ մնում, այտենց գայթակղությունը առաջացել, որ բաժանում են երկու տարբեր բնությունների, այսինքն միասնաբար չի գործում Քրիստոս։ Իհարկե հիմա կաթոլիկ եկեղեցուն կանոնը տես չի, մերն էլ չի նույն այդ ոչ էլ ուղղափառների, բայց այն հնուց մնացած մարդկային մեղադրանքները միջև հիմա իրանք հիշում են, ռուսները մեզ ասում են մոնոֆիզիտ, բան հերետիկոս, բայց իրականում տես բան չկա։ Մենք ոչ թե մոնոֆիզիտ ենք, այլ միա։ Միան այդ միությունը նշանակում, մենք մեկ բնություն չենք ընդունում, այլ միացած բնություն ենք ընդունում։ Բաժանումը դրա հիման վրա է եղել։ Մյուսը թրաշի պահը։ Այդ թրաշի պահը էլի ազգային ընկալման հարց, օրինակ կաթոլիկ եկեղեցու լիքը թեմեր, որ գտնում են այլ երկրներում, Աֆրիկայում կամ թեկուզ Հայաստանի կաթոլիկները, իրանք թրաշ պահում են, որտեղ տվյալ տարածքում դա է ընդունելի։ Իսկ հռոմեական կաթոլիկները Իտալիայում են ապրողները, իրանք համ գլուխն են սափրում, համ երեսը, բայց տենց անկեղծ չգիտեն ինչ պատճառով, ինչի համար է տենց անգորը։ Մեր մոտ ուխտի նշան է թրաշը եւ մամը սքո նշանա, որ հոգեվորականը գտնվում է մշտապես սքի մեջ, սև զգեստն է։ Հա, ինքը իր հոտի համար մշտապես գտնվում է բանի մեջ, ոնց որ սքի մեջ ու ցավում է իր հոտի մեղքերի համար։ Բայց երբ որ գալիս է արդեն պատարակելու ժամանակ, այսինքն ինքը գտնվում է Քրիստոսի ներկայության մեջ խորանի վրա, շատ պայծառ ու գեղեցիկ զգեստներ անում արարողության ժամանակ։ Իսկ առհասարակ առօրյայում ինքը մորուք պահելով ցույց է տալիս, որ եւ ուխտ ունի Աստծո հետ եւ ման սքի մեջ է։ Բայց մենք այս օրինակը մեր ազգայինից չենք, Քրիստոսի օրինակով ենք վերցել, որովհետեւ ինքը այն ժամանակարիական ընկալման համաձայն ինքն էլ է մորուք պահել ու նաև երկար ծամեր արած մազեր, որը մենք չենք։ Իսկ քահանայի վերջի օծումը ինչ է խորհրդան։ Քահանայի վերջին օծումը իրականում նախկինում եղել է բոլոր մարդկանց վերջին օծում, որը հիմա ցավոք պահպանվել է մենակ քահանաների պարագային, իսկ մնացած մարդիկ իրենց վերջին օծումը ստանում են մկրտության ժամանակ։ Այդ դրոշմի ժամանակ իրենք օծվում են նաև մահվան этап անցնելու համար։ Զուտ այդ մնջեցյանների օծման կարգը պահպանվել է մենակ քահանաների պարագային։ Մի տեսակ էլի հոգին առանձնացնելու ինչ-որ բան է, տեսանելի արտահայտություն է ինքը։ Իսկ քահանա այդ մասը, որ բաժանում է մարդկանց, ինքը հետո ինքն էլ ատում, թե առաջին ինքն ատում նոր տարուց։ Մի հատ 4 մասի արտադրանում, մի մասը վերջին։ Մնացածն էլ նորից ինքը ուտում է, որ ոչ մի բան չթափվի։ Պարտադիր ինքը ուտի, առաջին ինքն է հաղորդում, հետո խնդրում Աստծուց, որ իրան զորություն տա բաշխելու մնացածը։ Գինի է խմում ինքը։ Խնդրեմ։ Ինչի։ Չգիտեմ
էլ մարդիկ առել են համարելով որ կփրկվեն ու դա կաթոլիկ եկեղեցու ամենախայտառակ շրջանն է եղել որ մարդկանց այդ ինդուլգենցիաները բաժանելը անհավատային այրել բանարել այս առում պատմեն ներողություն էր խնդրել հրապարակային որ համարելով դա իրենց ամենատխրահարճակ շրջանը ինդուլգենցիա վաճառելու բայց ինդուլգենցիա բառը ինքը փրկագնում է չգիտեմ հա դե ամեն մարդ էլ իրականում երբ որ քրիստոնյա է ինքը այդ փրկության շրջանի մեջ է ինքը ամեն օր էլ դու քո քայլերով փորձում ես փրկագնես քո հոգին ավելի Քրիստոս արել է մենք պետք է պահենք այդ փրկագնված մեր հոգիները երբ որ մենք մկրտում ենք մենք դառնում ենք արյան փրկագնված բայց չենք համարում փրկված մենք պիտի ապրենք ու հասնենք այդ փրկությանը հնարավորությունը ստանում ենք բայց գործողությունը վերջին հասնելը մեր ձեռքին է անում մարդու հանդեպ խոնարհություն պիտի բխի Աստծո հանդեպ խոնարհությունից մարդու հանդեպ չի ես խոնարհ լինում որովհետև ինքը Աստծո պատկերի նմանությունն է քո նման դու իր մեջ տեսնում ես Աստծուն դրա համար ես սիրում դրա համար ես ներում ու չես փորձում իր վրա այսպես ասած անանես իշխանություն բանեցնես ու վերաբերում ես սիրով եթե աստվածային հիմք չունի քո խոնարհությունը մարդու հանդեպ կարա դառնա ստրկություն չգիտես քծնանք սիրաշահում շողոքորթում ամեն ինչ կարա վերածվի եթե այդ հիմքը անկեղծ աստվածային սիրուց չի գալիս Շատ շնորհակալ եմ Այլ մեր ուրեկինս Սուրբ Եղիցի անուն քո եկես ցե արքայություն քո Եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի հսած մեր հանապազով դու մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեր թող մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկեած մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն Պահպանի Չևույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա պահպանի առաջիկացյալ հավատավոր ժողովուրդս քո, ընդհովանյան սուրբ և պատվական խաչի վտքոյի խաղաղության, հրկյա հերևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա գողությամբ փառավորել քեզ ընթոր և ընսրբողոքվի, այժմ և միշտ և ավիթյանս ավիթենից ամեն։ Գնաք խաղաղության։ Ամեն։